Լեռնային Ղարաբաղում մոտ 5 տարի առաջ ստեղծված Դիզակ արտ-մշակութային երիտասարդական կենտրոնի առաքելությունը գեղագիտական կրթության ապահովումն է։ Բռնի տեղահանումից հետո կենտրոնը գործունեությունը շարունակում է Երևանում։ Զբաղվում ենք Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման եւ մեր կենտրոնը որպես մշակութային համայնք է, որը իր շուրջն է հավաքել տեղահանված արցախցիներին։ Կենտրոնում ուսուցանում են երգարվեստ, թատերարվեստ, նկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ եւ այլն։ Այս պահին բռնի տեղահանված մոտ 160 սան ունեն։ Բեմում թատերական բաժնի 11 աշակերտներն են։ Խաղում են Ալեքսանդր Մանասյանի «Արապաստի Պենկինի» պիեսը հենց արցախյան բարբառով։ Արդեն 4-րդ տարին է, որ այս թատերախումբը գործում է եւ իրենց 4-րդ ներկայացումն է։ Հիմա մենք փորձում ենք 5-րդ ներկայացման վրա աշխատել։ Խաղացել ենք բացօթյա, խաղացել ենք Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ու այսօր արդեն խաղում ենք մեր, այսպես ասած, Երևանյան երկրորդ պրեմիերան, բայց նաեւ այս ներկայացումով հնարավորություն ենք ունեցել շրջել ողջ Հայաստանի տարածքում։ Ներկայացման ռեժիսորն ասում է, բարդ է միաժամանակ 11 դերասանի հետ աշխատել, բայց փորձում են նաեւ նրանց առաջարկները հաշվի առնելով ունենալ առավելագույն արդյունք։ Ես փորձում եմ այն գիտելիքները, որոնք որ ստացել եմ Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, ամբողջապես փոխանցել իրենց ու փորձում ենք մաքսիմալ անկեղծ լինել մեր մասնագիտության հանդեպ, քանի որ իմ մասնագիտությունը ես չեմ կարող որոշակի թերություններ ունենալ կամ ուղղակի վերաբերվել, որ սա խմբակ է ու վերջ։ Դրա համար փորձում ենք մաքսիմալ լուրջ վերաբերվել, կլինի մեր հագուստը, կլինի մեր մոտեցումը, կլինի բեմական խոսքը, բեմական շարժումը ու փորձում ենք թատերախումբը պահել պրոֆեսիոնալ մակարդակի վրա։ Կենտրոնի դռները բաց են ոչ միայն արցախցիների համար, այստեղ սպասում են նաև երևանաբնակ երեխաներին, շփվելու, համատեղ աշխատելու եւ միասին գեղարվեստական նոր արժեք ստեղծելու նպատակով։ Յուրա Վահանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։